Բարև ձեզ, հարգելի 11-րդ դասարանցիներ, այսօրվա մեր թեման է պոպուլյացիոն գենետիկա, Հարդի Վայնբերգի օրենք։ Պոպուլյացիոն գենետիկան գենետիկայի այն բաժինն է, որը ուսումնասիրում է պոպուլյացիաներում ալելների բաշխման հաճախականությունը, ինչպես նաև դրանց փոփոխությունները գեների թրեյֆի, միգրացիայի և բնական ընտրության արդյունքում։ Պոպուլյացիոն գենետիկան փորձում է բացատրել օրգանիզմների հարմարողականությունը և հանդիսանում է էվոլյուցիայի սինթետիկ տեսության հիմնական բաղադրիչներից մեկը։ Հարդին և Վայնբերգը 1908 թվականին իրարից անկախ դուրս բերեցին ալելների և ֆենոտիպերի հաճախականությունների միջև փոխհարաբերությունների օրինաչափությունները։ Ճիշտ է, այդ ժամանակաշրջանում դեռ պոպուլյացիոն գենետիկա գոյություն չուներ, բայց այնուամենայնիվ հետազոտողների կողմից հայտնաբերված կախվածությունը այսօր գտնվում է տվյալ գիտության հիմքում։ Գործնականորեն պոպուլյացիոն գենետիկայի երկու ճյուղ գոյություն ունի, որոնք գործում են իրարից զուգահեռ. ավանդական պոպուլյացիոն գենետիկա, որը ուսումնասիրում է գենոտիպերի համախմբերը, և կենսամետրիկ պոպուլյացիոն գենետիկա, որն ուսումնասիրում է առանձնյակների ֆենոտիպային համախմբերը։ Ինչպես գիտենք, գենոտիպերը կախված չեն ֆենոտիպերից, բայց ֆենոտիպերը կախված են գենոտիպից։ Այստեղ նկարում պատկերված է առաջին Վայնբերգը 1862-1937 թվականներ, նա գերմանացի բժիշկ էր, գինեկոլոգ, և Հարդին 1877-1947 թվականներ, նա անգլիացի մաթեմատիկոս էր, որին բավականին շատ հետաքրքրում էր պոպուլյացիայում ալելների հաճախականությունը։ Պոպուլյացիան ընդգրկում է տարատեսակ գեների քանակություն, որոնք առաջացնում են նրա յուրահատուկ սեփական գենոֆոնդը։ Որոշակի ալել կրող պոպուլյացիայում առանձնյակների քանակությունը որոշվում է տվյալ ալելի հաճախականությունը։ Նշանակենք, օրինակ մարդու մաշկի պիգմենտացիայի բացակայության ալելը նշանակենք փոքրատառ A տառով, այսինքն ռեցեսիվ հատկանիշ, մարդու նորմալ պիգմենտացիա պայմանավորող ալելը դոմինանտ։ Ալելի հանդիպման հաճախականությունը ընդունենք ռեցեսիվ ալելինը 1%, դոմինանտ ալելինը տրամաբանորեն կստացվի 99։ Եվ վերջապես 1% իրենից ներկայացնում է 0,01 մաս 100-ի մեջ, իսկ 99 0,99 մաս։ Նշանակենք արդեն ռեցեսիվ ալելի հաճախականությունը Q տառով, իսկ դոմինանտ ալելի հաճախականությունը P տառով։ Խնդրում եմ ձեզ, հարգելի աշակերտներ, չխառնել, ռեցեսիվ ալելը նշանակում ենք փոքրատառ A տառով, բայց այս ռեցեսիվ գենի հաճախականությունը նշանակում ենք Q տառով, որը տվյալ խնդրի մեջ կազմում է 1%։ Մարդու մաշկի պիգմենտացիայի բացակայության ալելը, եթե մենք նշանակենք հաճախականության ձևով Q տառով, իսկ դոմինանտ ալելի հաճախականությունը P տառով, ապա պարզ է դառնում, որ P + Q-ն հավասար է 1-ի, կամ 0,99 գումարած 0,01 հավասար է 1։ Այսպիսով, ունենալով միայն ռեցեսիվ ալելի հաճախականությունը տվյալ պոպուլյացիայում, մենք կարող ենք գտնել դոմինանտ ալելի հաճախականությունը, ընդհանուր 1-ից հանելով 0,01 մաս, կամ 100-ից հանելով 1, եթե տոկոսով ենք հաշվելու։ Եթե հայտնի է պոպուլյացիայի գենոֆոնդի առանձին ալելների հաճախականությունը, ինչպես նոր մենք գտանք, ապա կարելի է որոշել գենոտիպերի հանդիպման հաճախականությունը, որը կներկայացնենք երկու հետերոզիգոտ առանձնյակների խաչասերման ժամանակ։
Բոլորիս էլ հայտնի է երկու հետերոզիգոտների խաչասերումը, երբ ըստ գամետների մաքրության օրենքի ստանալու ենք դոմինանտ և ռեցեսիվ ալելները տարբեր գամետներում։ Քանի որ արդեն նախորդ էջից մենք գիտենք, որ դոմինանտ ալելի հաճախականությունը 0,99 է, իսկ ռեցեսիվինը 0,01 պոպուլյացիայում, ապա նույնը նկարում ենք նաև հետերոզիգոտը հետերոզիգոտի հետ խաչասերման աղյուսակում, և արդյունքում պարզ է դառնում, որ եթե միանան դոմինանտ ալելը դոմինանտ ալելին, ապա կունենանք 0,99-ի քառակուսի, եթե միանա դոմինանտ ալելը ռեցեսիվին, ապա կառաջացնի 0,99 անգամ 0,01 հաճախականություն։ Եվ այսպես գենոտիպերի հաճախականությունը արդեն կախված է ալելների հաճախականությունից։ Ալելների հաճախականությունը բազմապատկած միմյանց հավասար է գենոտիպի հաճախականություն։ Քանի որ հետերոզիգոտ առանձնյակներ մենք ունենք տվյալ դեպքում երկուսը, ապա կարող ենք գրել երկու անգամ 0,99-ի և 0,01-ի արտադրյալ։ Իսկ եթե ռեցեսիվ ալելը միացնենք ռեցեսիվ ալելին հաջորդ օրգանիզմի, ապա տվյալ դեպքում կստանանք 0,01-ի քառակուսի։ Ինչպես նկատեցիք, սա P + Q-ի քառակուսին է, որը որ մաթեմատիկայում դուք անցել եք A + B-ի քառակուսի։ Եթե բացենք փակագծերը և հաշվենք բանաձևով, ապա կստացվի P քառակուսի, որում մենք համոզվեցինք տվյալ մոդելում 0,99-ի քառակուսի, կստացվի 2PQ, որը տվյալ դեպքում կլինի հետևյալը 2 անգամ 0,99 անգամ 0,01 և պլյուս Q քառակուսի կամ 0,01-ի քառակուսի։ Տվյալ դեպքում P քառակուսի պլյուս 2PQ պլյուս Q քառակուսին հավասար է 1-ի այնպես, ինչպես P + Q քառակուսի։ Եվ այսպես շատ կարևոր է իմանալ, որ եթե մենք ունենք ալելների հաճախականությունը, ապա կարող ենք գտնել գենոտիպերում այդ հատկանիշի հաճախականությունը։ Ինչպես նաև եթե ունենք գենոտիպում հատկանիշի հաճախականությունը, ապա կարող ենք գտնել գեների, ալելների հաճախականություն։ Սակայն շատ կարևոր է նշել, որ Հարդի-Վայնբերգի օրենքը գործում է միայն հետևյալ պայմաններում. պոպուլյացիան պետք է լինի բազմաքանակ, խաչասերումները պետք է տեղի ունենան պատահական սկզբունքով, նոր մուտացիաներ չպետք է առաջանան, որոշակի գեների համար բարենպաստ կամ անբարենպաստ ընտրությունն այն անթույլատրելի է, և պոպուլյացիան պետք է լինի մեկուսացված։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ ձեզ հիշեցնել, որ պոպուլյացիայում մուտացիան ստեղծում է փոփոխականություն, անբարենպաստ մուտացիաները ընտրության են ենթարկվում և ոչնչանում, ապա այն առանձնյակներից, որոնք ունեն բարենպաստ փոփոխություններ, տեղի է ունենում վերարտադրում, բարենպաստ մուտացիաներն ավելի հավանական է, որ կպահպանվեն, քան անբարենպաստները, և ապա վերջում նրանք նորից կվերարտադրվեն։ Եվ ահա սա է ընկած մեր էվոլյուցիայի հիմքում, որ այսօր փոփոխությունները որպես կանոն ընթանում են իշահ պոպուլյացիայի և իշահ տեսակի։ Շնորհակալություն հարգելի 11-րդ դասարանցիներ, հուսով եմ մատչելի էր նյութը և կարողացաք հասկանալ։